այսօր Հայաստանում հիմնականում հիբրիդայինի տակ հասկանում ենք տարբեր տիպի տեղեկատվական մանիպուլյացիաներ, ապատեղեկատվություն եւ ինչ-որ կիբերհարձակման դեպքեր։ Հիմնականում այդ դաշտն է։ Իսկ նպատակը ընտրողների գիտակցության վրա ազդելու միտում ունի միայն, թե ոչ միայն։ Իրականում, եթե մենք խոսենք հիմա ընտրությունների շրջանակում, ապա հիբրիդային հարձակումները կարող են ունենալ ինչպես փորձ, օրինակ, ինչ-որ մի թեկնածուին առաջ բրդել, կամ հակառակը, օրինակ, դրդել հասարակությանը, օրինակ այն թեզերով, որ ամեն ինչ արդեն անհույս է, իմաստ չունի գնալ ընտրությունների, որպեսզի մեծամասնությունը չգնա ու կարողանան, օրինակ, այն մեկին, ում առաջ են բրդում, հենց քիչ ձայների միջոցով առաջ տանեն։ Դա կարող է լինի ընդհանուր, ոչ թե օրինակ այդ երրորդ կողմը չի ցանկանում այս պահին իր թեկնածուին ունենալ, բայց ինքը ցանկություն ունի ընդհանուր խարխլել հասարակությունը, պետական ինստիտուտները եւ օրինակ ստեղծի տպավորություն, որ ընտրությունները արդար չէին, լեգիտիմ չէին, որպեսզի ընդհանուր առմամբ հաղթողը ով էլ լա լինի, ոնց որ վստահությունը հասարակության կորցնի, հա։